ընտրությունները հենց նրա համար են, որ լուրջ հարցերից խոսալ։ Ճակատագրական պահ է գալիս երկրի համար եւ ենթադրվում է, որ հենց լուրջ խոսակցությունների արդյունքում մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժին, որ առաջնորդին համար քվեարկեն։ Եվ այնիշ ես տեսնում եմ, դա ոնց որ գիտակցված ձևով փորձում են այս process-ը ամբողջությամբ անլրջացնել։ Եվ պատճառը եւս ինձ համար հասկանալի է։ Որտեղ լուրջ թեմաների շուրջ իրենք ասելիք չունեն։ Ոչ այդ ասելիք չունեն։ Եվ մեկ-մեկ քայլերը, այսպես ինչ որ абսուրդային բաների է բերում, այդ դուք հիշեցրեցիք, որ ով որ լավաշ կարտոֆիլ է ուտում, քանի որ մենք էլ ենք ուտում, ուրեմն մեզ պետք է քվեարկեն։ Իսկ Հայաստանում ով չի ուտում կարտոֆիլ կամ նախագահ դուք կարտոֆիլ ուտում եք։ Իրոք էլի ով չի ուտում, ուղղակի բոլորը չեն նկարում դա։ Հետաքրքիր թեմա, որ կարտոֆիլը Հայաստանում այսպես սննդային այդ ամբողջ փաթեթի մի լուրջ մասն է կազմում։ Մի հետաքրքիր բան էլ նշեմ, ներկայացվել է այնպես, ոնց որ sense պար ժողովուրդն է, էլի միայն կարտոֆիլ ուտում։ Չէ, այդպես է ներկայացում, լավաշ, կարտոֆիլ, սուջուխ։ Հիմա ձեզ մի հետաքրքիր ուղղակի բան ասեմ։ Եվրոպայի հյուսիսը ամենից հարուստն է եվրոպական երկրների մեջ։ Կրկնակի ավել են կարտոֆիլ ուտում Եվրոպայի հյուսիսում, քան հարավում։ Սառը երկրների sense ուտելիքի մեջ կարտոֆիլը շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում, որովհետև էներգիան կալորիաները ավելի շատ են։ Բայց մարդկանց որ հիմարի տեղ դնեն, էլի, sense կարտոֆիլ ուտեն, ես ուտենք, այն ուտենք, կուկուրուզ ուտենք։ Կուկուրուզը Միացյալ Նահանգներում ամենից հարուստ երկրներից մեկում ամենից ընդունված ուտելիքից մեկն է։